Տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես Հայաստանում հնարավոր է հիմնել առանց զգալի ֆինանսական ներդրման։ X-Tech ընկերության տնօրեն Արման Աթոյանը իր բիզնեսը հիմնել է հենց այդպես։ Ներդրումը եղել է ընկերոջից պարտք վերցնելու տեսքով, ասենք sense, այսինքն չկա ինչ-որ ինվեստիցիա այլ երկրից կամ չգիտեմ տեղական ինչ-որ ինվեստիցիա, պարտքը գնաց համակարգիչների առաջին, այն համակարգիչները, որոնք որ գնացին, դե կային միջոցներ նաև իմ մոտ, որով որ գույք եւ այն ասենք գրասենյակի ու կոնկրետ ստեղ, բայց այս գրասենյակում չենք։ Սկզբից գրասենյակ էլ չունենք, այսինքն X-Tech-ը տնտեսական վիրտուալ էր։ Ընկերությունը հիմնվեց 2008 թվականին եւ սկսեց իր գործունեությունը պարզ վեբկայքեր պատրաստելով։ Նորաստեղծ ընկերությունը ուներ ճանաչման կարիք եւ Արման Աթոյանը դիմեց հնարքի։ Դեռ ընկերությունը չկար, մենք մրցույթ հայտարարեցինք, որ լավագույն գաղափարի հեղինակին կնվիրենք անձնական վեբկայք ու դեռ X-Tech-ը հայտնի չէր տնց X-Tech-ով, բայց մենք տարածեցինք այդ ինֆորմացիան, դեռ այն ժամանակներից մենք լավ ակտիվ օգտվում ենք սոցիալական ցանցերից ու բավականաչափ տնց արձագանք գտավ այդ մրցույթը։ Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեին գաղափար, թե ինչպես է վեբկայքը ծառայելու իրենց նպատակների իրականացմանը։ Հաղթեց 12 տարեկան երեխա, ով որ ներկայացրել որ ինքը մոդել է երեխաների մեջ, ուզում է երկչույի դառնալ, հետո իրան պետք է կայք ունենալ։ Ու արդյունքում ինքը 2008 թվականին ունեցավ կայք, որը որ չունեին նույնիսկ շատ հայտնի շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Պարզ վեբկայքերին հաջորդեցին ավելի բարդերը, հետո Արմանը որոշեց ընդլայնել գործունեության մասշտաբները, կանգ չառնելով միայն կայքեր պատրաստելու վրա։ Այսինքն քարքին խաղերը, որ այդպես լայն տարածում գտնավ երեխաների համար կրթական, ճանաչողական խաղերի դիսկ։ Հենց հետո հիմա շատ ավելի լուրջ պրոյեկտ ենք հասել խաղերի մասով, 3D տարածությունում խաղը ինքը լինելու։ X-Tech-ի կողմից մշակվող խաղերից մեկի նպատակը երեխաներին բնապահպանական գիտելիքներ տալն է։ Դա սովորացնում է ծառտնկել, ծառ խնամել, այսինքն երեխան ինքը նախատեսված է 7-ից 14 տարեկան այսպես, մի քիչ ավելի քիչ երեխաների համար, ովքեր որ իրանք իրենց ձեռքով խաղի միջոցով ծառ են տնկում, հողը մշակում, հետո ծառը ջրում, արտանյութեր դնում ու հետևում այդ ծառին, ինքը շատ տենց սցենարային է պատրաստած, որ եթե չհետևի, օրինակ այդ ծառը կվնասվի կամ կփչան, այսինքն ինքը երեխան մտահոգվի ծառի մասին, վերջում ինքը պահպանում է իր ծառը, գրում է իր անազգանունը, ծառը մնում է։ X-Tech-ը չի շտապում հաճախորդներ փնտրել Հայաստանից դուրս։ Շատ IT ընկերություններ իրանք ոնց որ հրաժարվում են տեղական շուկայից, ասելով որ ստեղ գումարը քիչ է, պատվերները քիչ են կամ չգիտեմ ու գնում են ոնց որ ասած միայն աշխատելու outsource տարբերակով։ Մենք ավելի շատ սերվիս ենք մատուցում հենց հայաստանյան հաճախորդներին, բայց ունենք նաև հաճախորդներ դրսից, որոնք որ եկել են Հայաստանի իրանց գործընկերների խորհրդով։ Բացի դրանից X-Tech-ը չի էլ գովազդում իրեն։ Մենք երբեք գովազդի վրա գումար չենք ծախսել, քանի որ բոլոր մեր կլիենտները, եթե այս 2011-ից ընճղթայով հետ գնանք, կարող է գնանք հասնենք մինչև 2008 թվական։ Այսինքն բոլորը ինչ-որ մեկի ռեկոմենդացիաներով եկած մարդիկ են։ Ընդամենը 3 տարի աշխատանքային փորձ ունեցող X-Tech ընկերությունը կարողացել է հասնել զգալի նվաճումների։ Դրա մասին երևի կխոսան մեր ստացած մրցանակները տարբեր պրոյեկտների մասով, օրինակ էլեկտրոնային կոմերցիայի մասով անցած տարի Bybook պրոյեկտը շահեց առաջին կարգի մրցանակ, որպես Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի լավագույն լուծումներից մեկ։ Մեր պատրաստած կայքերից անցած տարի էլի էլեկտրոնային բովանդակություն մրցանակաբաշխությանը Artworld.am-ը ստացավ արվեստի բնագավառում IT օրինակելի ներդրում։ Անցած տարի Digitech-ի դիսկ Վրաստանում ստացավ լավագույն մուլտիմեդիա պրոյեկտ։ Մեր թիմը Microsoft-ի 2 մրցույթները հաղթեց։ Այժմ Արման Աթոյանի հիմնած X-Tech ընկերությունը աշխատում է պրոյեկցիոն լապտերների նոր տեսակի ծրագրային ապահովման վրա։ Պրեզենտացիա անելու ծրագիր է, որը որ կամերան ձեզ ճանաչում է ու պետք չի դուք ինչ-որ սարք ունենաք next slider անեք, այլ դուք ձեռքով slide եք անում, ինքը slider-ը փոխվում է, որը տպավորիչ է։ Հենց մեծ կազմակերպության պրեզենտացիա այդ ձևները հաստատ ասենք վերև են տանում, slide-ը բարձրանում է վերև կամ սենց zoom անում, բայց իր ձեռքը ոչ մի բան չկա։ Լևոն Ջանփոլաջյան, Ազատ Գևորգյան, Civilnet